Լայնացած ծակոտիները փոքրացնող, գրգռված մաշկը հանգստացնող շիբով մի հրաշալի դիմակ ենք պատրաստելու, որը հենց այսպիսի հեշտ տեսք կունենա, որի պատրաստելն է հեշտ, օգտագործելն էլ շատ արդյունավետ։ Հիմա անցնենք մեր դիմակի պատրաստմանը։ Շիբի մասին նախորդ տեսանյութը շատերին էր հետաքրքրել, բայց հետաքրքրվողների թիվն ավելի մեծ էր հենց ծակոտիները փոքրացնելու ուղղությամբ։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք ձեզ համար ծակոտիները նեղացնող, մաշկի բորբոքային վիճակը հանգստացնող մի հետաքրքիր դիմակ պատրաստել։ Այս դիմակը բոլոր տեսակ բորբոքումների համար օգտակար է լինելու, առանց տարիքային, սեռային սահմանափակումների։ Դիմակը հեշտ է պատրաստելը, նախօրոք ասեմ, ձեզ դեղաբույսերի էքստրակտներ է հարկավոր, ես այսօր կանաչ թեյի էքստրակտ եմ օգտագործելու կամ երիցուկի։ Այս երկու ապրանքներն էլ մեր Վալբերիսում առկա են, կարող եք այնտեղից պատվիրել, եթե ոչ կարող եք ինքներդ ձեզ համար մի փոքրիկ, ճիշտ է, ոչ լրիվ նույն հավասարը չի ստացվելու, բայց որոշակի առումով այդպիսի էքստրակտ ձեզ մոտ կստացվի։ Թեյի նման ուղղակի կանաչ թեյ կարող եք վերցնել։ Այս դիմակով մի փոքրիկ ձևն եմ ցույց տալիս, բայց դուք տեսեք ձեզ ինչպես հարմար է։ Այսպես մի թեյ գթալ վերցնում եք, կանաչ թեյը, ինչ արտադրության կլինի, կարևորը կանաչ թունդ թեյ լինի եւ այնքան եք վրան եռման ջուր լցնում, որ իրեն ծածկի, այդպես մի սանտիմետր էլ ավել լինի։ Մի ժամ կթողնեք, կթրմվի եւ այդ ջուրը կօգտագործեք։ Մեզ այսօր հարկավոր է լինելու 100 գրամի չափ։ Եթե ձեր ամանը հարմար է, տեսեք, վերցրեք գրամով աման, որի վրա նշած կլինի եւ արդեն ավելի հեշտ կլինի ձեզ օգտագործելը։ Հաշվենք, թե դուք արդեն այս թուրմը պատրաստեցիք, ես դրա փոխարեն էքստրակտը կօգտագործեմ։ Նույն կերպ կարող եք երիցուկի էքստրակտը պատրաստել, ես հիմա դրա խիտ տեսակն եմ վերցնում եւ հիմնականում կանաչ թեյին է, որովհետև կանաչ թեյը շատ հակաօքսիդանտ հատկություններ ունի, հենց այս դիմակում մեզ այդպիսի հատկություններ շատ անհրաժեշտ կլինեն։ Մի հարմար տարա եք վերցնում եւ այսօր որպես հիմք մեր ամենագլխավոր բաղադրիչը լինելու է հենց շիբը, քանի որ մեզ հարկավոր է, որ այն շատ ավելի խիտ լինի, օգտակարություն այդ փոքրացնող հատկությունը իր այդ տտիպ հատկության շնորհիվ ծակոտիները հենց դա է կարողանալու փոքրացնել, դրա համար մոտավորապես 2 թեյ գթալի չափ կարող եք աղացով աղալ, վերածվի ալյուրի, դա արդեն շատ հեշտ կլինի հալեցնելը, բայց կարող եք այդքան շատ բանի հետև չընկնել, այլ ուղղակի լցնել ջրի մեջ, սպասել մոտավորապես ինչքան ասեմ, տեսեք երբ կհալվի, հիմա ում մոտ երբ կհալվի դա կարևոր չի, կարևորը կհալվի, այդպես ջուրը ավելացնում եք եւ սպասում։ Մի փոքր խառնելու եք, որ հալվի, հետո արդեն երբ հալվի, այդ ժամանակ արդեն կկարողանաք օգտագործել։ Իմ խառնուրդը մոտավորապես 2-3 ժամում հալվեց, այո, այդպես դժվար է հալվում, եթե շատ եք շտապում, կարող եք մի փոքր դնել գոլորշու վրա կամ տաք ջրի մեջ, այդպես ավելի արագ կհալվի, բայց դա կարևոր չի, արագ է հալվել, թե դանդաղ է հալվել։ Հետո ավելացնում ենք ալոե գել, ես հենց այսպես թարմը ալոեից եմ ավելացնելու ու պարզապես ճզմելու եմ։ Երևի մեր շատ տեսանյութերում տեսած կլինեք, որ մեծ քանակությամբ ալոե գրեթե բոլոր դիմակներում օգտագործում ենք։ Ալոե բոլոր մաշկերին լավ է, իսկ շատ ավելի լավ է, եթե ալոեն հենց բորբոքված մաշկի համար ենք օգտագործում։ Եվ եթե հաշվի առնենք, որ հենց մեր դիմակը այս անգամ հենց բորբոքված մաշկի համար է, նշանակում է այստեղ հենց ալոեն շատ անփոխարինելի դեր ունի։ Դուք կարող եք դեղատնից վերցնել, եթե բնական ալոե չունեք, սովորական ամպուլով այդպես վաճառում են, ներարկումների համար նախատեսված է, ձեզ 2 ամպուլը լրիվ բավական կլինի։ Ինքը ծորացող հատկություն չի ունենա, բայց դա ընդհանրապես ոչ մի հատ խնդիր չի առաջացնում, դրա վրա կարող եք ընդհանրապես ուշադրություն չդարձնել, ինքը նույն հատկություններն ունի, մի փոքր ավելի խիտ է, ավելի ախտահանված, այնպես որ ոչ մի խնդիր չկա։ Կարող եք ալոեն այստեղ ըստ ցանկության ավելացնել, եթե ալոե շատ եք սիրում կամ շատ լավ եք զգացել իր ազդեցությունը ձեր մաշկի վրա, կարող եք ինչքան ուզում եք հենց այդքան էլ ավելացնեք, կամ չգիտեմ, ուղիղ կեսից ավելին հեղուկի փոխարեն ալոե ավելացնել,
Մի փոքր ճիշտ է դիմակը ուրիշ հատկություն կունենա, բայց միևնույնն է էլի շատ լավը կլինի։ Սա թարմը դիմակ է լինելու, հարկավոր է լինելու մի փոքր շուտ օգտագործել, նկատի ունեմ մի օրվա ընթացքում չեք կարող մի քանի օր պահել եւ ոչ էլ կարող եք սառցախցիկում պահել, հենց ճիշտ էսպես օգտագործելն է եւ արդեն ավելացնում եմ մի վերջին բաղադրիչ, այս անգամ վերցրել եմ նուշի ալյուր, կարող էի սովորական Հերկուլես ավելացնել, հետո իր հետ նուշի յուղ, բայց այս անգամ երկուսը մեկում եմ արել, նուշը հենց սովորական հատիկներն են աղացված, սա որպես դիմակի հիմք շատ լավ է ծառայում, որովհետև իր մեջ մեծ քանակությամբ հենց նուշի յուղն է պարունակում, ստացվում է նուշի հատիկներն են, որոնք որպես ալյուր այդպես սկրաբային մաքրող հատկություն ունեն, նուրբ են, մաշկը չեն վնասում, մեջ այդպես ավազահատիկներ չկան եւ մյուս կողմից էլ մեծ քանակությամբ բնական յուղեր են, որը մեր մաշկի համար շատ օգտակար է։ Ստացվում է մի կողմից դիմակը սնուցող է, մի կողմից խորը մաքրող է, ծակոտիները փոքրացնող է, բայց մաշկը առանց վնասելու է ծակոտիները փոքրացնում, այնպես որ դուք շատ հանգիստ կարող եք այս դիմակն օգտագործել։ Քանի որ բոլոր դիմակներն առհասարակ այդ քանի որ բոլոր ալյուրները մի փոքր ուռելու հատկություն ունեն, մի փոքր լցնում եք, մի 2 րոպե խառնում, տեսնում եք, սպասում եք, տեսնեք որքան կթանձրանա, այդ թանձրությունը ձեզ ինչքանով է հարմար օգտագործել, տեսեք ինքը ինձ մոտ մի փոքր ջրիկ ստացվեց, մի փոքր էլ կթանձրացնեմ, որ հեշտ լինի քսելը, դուք այս հարցում միշտ նայում եք ձեր հարմարությանը, եթե ինչ-որ մեկին այսպես է հարմար քսել, ինչ-որ մեկին ավելի թանձր, դուք ձեր հարմարությունով արեք, միգուցե լինի ինչ-որ մեկը, ով նախընտրում է, որ դիմակը ջրիկ լինի, այստեղ կարելի է նաև թաթախել կտորային դիմակները եւ շատ հեշտ դնել դեմքին, եթե նախընտրում եք այդ կերպ օգտագործելը, կարող եք այդպես օգտագործել, եթե ոչ, տեսեք, արդեն թանձրությունը լրիվ ապահովված է եւ մենք կարող ենք ասել, որ դիմակը պատրաստ է։ Հիմա մեզ մնաց ավելացնել մի 3-րդ բաղադրիչ, որ դիմակը հակաբակտերիալ հատկություն ունենա եւ կարողանա բորբոքումների վրա էլ ավելի լավ ազդել եւ դրանք ախտահանել։ Ավելացնում եմ թեյի ծառի եթերայուղ։ Այս անգամ դիմակը բավականին շատ թեյի եթերայուղով, էքստրակտով է, ինքը շատ լավ հակաօքսիդանտ հատկություններ ունի եւ այսպիսի դիմակ դուք ոչ մի տեղում չեք կարողանա գտնել եւ հաստատ ոչ մի տեղից էլ չեք կարողանա առնել, սա միայն կարող եք պատրաստել դուք։ Այսպիսի դիմակներ, որոնք մենք պատրաստում ենք, այսպիսի դիմակները մենք չենք կարող վաճառել, մեր շատ հաճախորդներ են հարցնում, վաճառում ենք, կարող են պատվիրել, չեք կարող սա պատվիրել։ Սա ձեր տանը ձեզ համար պատրաստելու համար է նախատեսված, սա մենք չենք կարող վաճառել, բայց մեզանից դուք կարող եք հենց այս թեյի երիցուկի կամ թեյի էքստրակտը մեզանից կարող եք գնել եւ արդեն ինքներդ քանի անգամ ուզենաք կամ ինչ հավաքածուներով ուզենաք, այդպես է պատրաստեք։ Կարող են շատ յուղոտ մաշկով մարդիկ պարզապես այս թեյի ծառի եթերայուղը ամեն օր քսել այդ բորբոքումների վրա, կրկին շատ լավ արդյունք կտա, բայց հիմա երբ որ միայն դիմակի մասին ենք խոսում, արդեն միայն դիմակի մեջ ենք ավելացնում, կախված ձեր մաշկի բորբոքման աստիճանից դուք սա էլ կարող եք ինքնուրույն որոշել, օրինակ 5-10 կաթիլ ավելացնել, թե մինչև 30 կամ 40, եթե ձեր մաշկը շատ յուղոտ է, ծակոտիները շատ մեծ են, այդ դեպքում շատ ավելի լավ կլինի, որ դուք մինչև մի 30 կաթիլ ավելացնեք, բայց եթե այդպես թեթևակի կարմրություն է, անհավասարություն կամ ուղղակի ծակոտիները լայն են, ձեզ դուր չի գալիս, այդ պարագայում հենց այդպես 5-10 կաթիլով բավարարվեք։ Տեսեք, դեռ մինչ ես բացատրում էի, բայց արդեն դիմակը որքան թանձրացավ, ինքը երբ որ քսեք չի գրգռելու, չի կարմրելու, անհարմարություն չի առաջացնելու, դիմակը կարող են բոլորը քսել,
առանց տարիքային սահմանափակում, որովհետև դեռահասների մոտ էլ մաշկի յուղոտվածության պատճառով ճարպագեղձերի ակտիվ աշխատանքի մաշկն է գրգռվում, իրենց էլ կարող եք հանգիստ քսել, ոչ մեկը խնդիր չի ունենա, փոխարենը առողջ այդպես հարթ լավ մաշկ կունենաք։ Այս դիմակը ցուցված է անել, քանի որ մեղմ են բաղադրիչները ամեն օր։ Թե դուք ուզում եք այդպես լավագույն արդյունք գրանցել ձեզ համար, սովորական դեղերի նման է հարկավոր օգտագործել ամեն օր մեկ անգամ դնելով այդպես կուրսով 12 օր եւ արդեն կտեսնեք թե դուք ինչքան գոհ կմնաք դիմակից։ Ահա այս դիմակը երբ քսեք հարկավոր է դեմքին թողնել 10-ից 15 րոպե, 20 րոպե, մինչև մի փոքր կչորանա, այդ ընթացքում եթե հանկարծ շուտ կչորանա, որովհետև դժվար է ասել ով երբ դիմակը կքսի, եթե շատ տաք եղանակ լինի, պարզը ավելի շուտ է չորանալու, ավելի հով եղանակներին ավելի ուշ։ Կարող եք այդ ընթացքում 2 շերտ քսել, 15-ից 20 րոպե թողնում եք եւ լվացվում գոլ ջրով։ Դրանից տոք կրեմներ, յուղեր ոչինչ քսելու կարիք չկա։ Իսկ եթե դուք մեր այս դիմակներն եք հավանում, անպայման այն պատրաստեք, կիսվեք ձեր կարծիքներով, իսկ ձեր հետ էի ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։ Իսկ մեր բոլոր պատրաստի ապրանքները կարող եք ձեռք բերել Facebook-ից, Instagram-ից, Wildberries-ից, հրապարակման վերջում բոլոր ապրանքների արտիկուլները կթողնեմ։